Ողջույն սիրելի ունկնդիրներ, առաջնագծում այսօր Հայք Պարային խումբն է։ Եկեք այսօր հետևենք նրանց փորձին եւ հասկանանք, թե ինչին են պատրաստվում։ Գնացինք, հետևեք ինձ։ Գծում այսօր մենք հյուրընկալում ենք Հայք Պարային խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արտուր Նիկողոսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ հարգելիներս։ Արտուր, մենք հետևում էինք Պարի փորձին, շատ գեղեցիկ են Պարում եւ կարող եք ասել ինչին եք պատրաստվում։ Մենք պատրաստվում ենք Վարդանանքին։ Այո։ Վարդանանքի հզոր ծրագիրն է, ավարայրի ճակատամարտը պետք է ներկայացնենք։ Նախ գաղափարը առաջացել է Հայաստանից, երբ որ ես Կաֆեջան կենտրոնում գնացի Գրիգոր Խանջյանի գործը տեսա եւ շատ ինձ հուզեց այդ գործը։ Ու եկաստես սկսեցի աշխատել այդ գծով եւ նաեւ ինչու՞ չէ պատմությունը փոխանցել երեխաներին, մեր այսօրվա սերունդին, որ իրանք ինչ-որ չափով ճանաչեն էլի մեր պատմության ինչ-որ կարևոր էտապներից մեկն է եղել ավարայրի ճակատամարտը։ Այդպես ու սկսեցինք աշխատել արդեն մի քանի տարի է, որ պետք է սա ես ներկայացրել եմ 2017 թվականին։ Նորից վերանայեցինք, նորից նորովի ենք ուզում ներկայացնել, որպեսզի հիմա տեսնեն, արդեն անցել է քանի տարի, որ նորից այս ծրագիրը տեսնեն, որտեղ ինչքան հիշում եմ այն ժամանակ շատ սիրով ընդունեցին այս ծրագիրը։ Շատ Այսինքն Վարդանանք ներկայացումը արդեն դուք մեկ անգամ ներկայացրել եք։ Այո, 2017 թվականին։ Հիմա մի քիչ վերափոխված, հա, այսինքն կլինեն նորություններ։ Այսպես թե այնպես, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին դիտել են այս ներկայացումը, հանգիստ կարող են գալ, որտեղ նորություններ կգտնեն իրենց համար։ Շատ հետաքրքիր է, Արտուր ջան, Բելգիայում եմ բնակվում, միշտ լսել եմ ձեր անունը որպես Հայք Պարային խմբերի հիմնադիր եւ այլն, եւ կարծես թե դուք շատ վաղուց եք այս գործով զբաղվում։ Մի քիչ կպատմեք, երբ եք հիմնադրել առաջին պարախումբը եւ ինչու որոշեցիք, որ պետք է պարային խումբ։ Պարախումբը ստեղծվել է 1997 թվականին, մեր Անդրանիկ համերգը եղել է մայիսի 28-ին եւ արդեն սա կլինի 30 տարի, քիչ մնաց։ Երկու տարի կլինի արդեն 30 տարի, ինչու որովհետև ուզեցա, ես ինքս ավարտել եմ Հայաստանի պարեպետական անսամբլի, ավարտել եմ ուսումնարանը պարարվեստի, անհետ ընդունվել եմ Հայաստանի պարեպետական անսամբլում, Մանուշ Խանամիրյանի խմբում եք եղել, այո, լեգենդար եւ այսօր ես փորձում եմ փոխանցել այն ինչ որ ես ստացել եմ Հայաստանից, մեր հզոր պարարվեստի գործիչներից, ինչպիսին են Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, Ազատ Ղարիբյան եւ շատ կարող եմ թվարկել այդպես։ Բար պահենք մեր մշակույթը։ Այո, այսինքն Պարի խումբը, որ հիմնադրել եք, ինձ կարող եք ասել, ինչքան երիտասարդները, ինչքանով են հետաքրքրված, չէ՞ որ մեր հայկական պարը, մեր արժեքի, մեր մշակույթի մի մասն է կազմում, ըստ ձեզ այսօրվա երիտասարդությունը հետաքրքրված է այդ մշակույթը կրելու, վերցնելու եւ փոխանցելու մյուս սերունդներին։ Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչքան դժվար է այսօր պահպանել հայությունը օտար երկրում։ Ցավոք սրտի կարող եմ ասել, շատ փոփոխություն եմ տեսնում այս 30 տարիների ընթացքում, ինչ որ պարախումբը ստեղծվել է, առաջ շատ հաճախ էին ժամանում, շատ լավ տրամադրված է Հայաստանի սերունդի նոր էին եկել եւ այլն։ Իսկ հիմիկվա սերունդը մի քիչ ավելի այլ է, ավելի հանգիստ, ավելի ինձ ուզում եմ, չեմ ուզում, այսպես է, բայց այն ժամանակ ուզում եմ ասեմ, թե ծնողները, թե Հայաստանից եկած երիտասարդները ուզում էին, այսինքն պահպանեին, պահեին, կրակ կար, արյունը եռում էր, բայց այստեղ ինչ-որ sense տեսնում եմ արդեն, ես ցավոք սրտի ուզում եմ ասեմ, որովհետև դա ինձ համար ես միշտ ուզում եմ փոխանցեմ այդ կրակը, այդ բոցը, որ մենք ունեցել ենք, մեր բոլոր պարերի մեջ կա լիրիկական, կա առնական եւ այլ, բայց բոլորը մի տոնի մեջ են, որը որ ինձ միշտ շատ մտահոգում է, որտեղ տարբեր պարեր ունեն, տարբեր խարակտեր, այսինքն իրաց բնավորություն կա լիրիկական, կա առնական, կա ավելի փիլիսոփայական եւ այլ, ուզում եմ ասեմ, փոփոխություն ես տեսնում եմ։ Ըստ ձեզ, Արտուր, ինչ կարող ենք մենք անել, մի քիչ ավելի բարձր սերունդը, որպեսզի փորձենք մեր երիտասարդներին հետաքրքրել, որպեսզի նրանք կարողան կրեն ուզենան հայկական մշակույթը եւ բարը։ Ինձ թվում է բացակայում է տներում, ինձ տենց է թվում, թե մեր հայկական ազգագրական երաժշտությունը ժողովրդական կլինի, ազգագրական կլինի, մեր իսկական, այսինքն մեր համով հոտով են մեր թեկուզ գուսանական կլինի եւ այլ երաժշտությունները եւ նաեւ ինչ որ չափով
տեսնեն մեր հայկական պարերը, տարբեր, մենք շատ տարբեր պարեր ունենք, շատ։ Եվ իրա շատ բովանդալից շատ մեծ են։ Ես ասում եմ, ունեն ժամանակաշրջան եմ ապրել, որ ես շատ ուրախ եմ, ինչ ստեղծագործ մարդկանց ձեռքի տակով եմ ասել, որ այսօր խոնարհում եմ իրանց առաջ, ու ես փորձում եմ փոխանցելը։ Ուզում ասեմ, որ ինձ թվում է մի քիչ ավելի պետքա մոտիկ բերեն, այդ ավելի շատ ուսումնասիրեն, երաժշտություն լսեցնել տան, հեռուստացույցով կա, ինտերնետով այնքան բաներ կա, մեր հին ազգագրական պարերի։ Մենք բելգահայ ռադիոն ունենք հիմա։ Մենք այո, ինչու՞ չէ, բելգահայ ռադիոն, ինչու՞ չէ, այո։ Որը փորձում են նույնպես հայկական մշակույթը պահպանել եւ քարոզել։ Եվ անչափ շնորհակալ եմ, որ միշտ հնչում է Վարդանանքի մասին մեր։ Այո, իհարկե։ Արտուր ջան, մի հատ անձնական հարց եմ ուզում տալ։ Ինչու որոշեցիք ընտրել պարը որպես ձեր մասնագիտություն։ Ես պարով եմ ապրում։ Հենց մանկուց այդպես է։ Այո, ես 6 տարեկանից ինչքան մայրիկս միշտ ասում է, հայրիկս իրանք ասում են դու պարելով էիր ամեն ինչ անում, ու ես ինչքան մեծացա, իրոք հասկացա, որ սա իմն է։ Օրինակ կային երեխաներ, որոնք երբ որ աղջիկներն են պարում, տղաները դուրս են գալի։ Երբ որ տղաներն են պարում, աղջիկները, չէ՞, սովորաբար փորձերի ժամանակ, ես սկզբից մինչև վերջ նստել նայել եմ։ Այդպես սիրել եմ իմ ղեկավարները, որ աշխատել են թե աղջիկների պարը, թե տղաների պարը, այսինքն միշտ ինձ ձգտել է։ Ինչ չի ձգտել դուրս գամ գնամ ման գամ կամ մի քիչ հանգստանամ գամ։ Չէ, ես հենց սրահում նստում էի, թե տեսնեի ոնց է ղեկավարը անցկացնում իրեն փորձերը։ Շատ հետաքրքիր։ Արտուր ջան, վերադառնանք մեր Վարդանանք ներկայացմանը, եթե կարող եք մի հատ ընդհանուր ներկայացրեք, երբ, որտեղ եւ ինչպես կարելի է նաեւ ձեռք բերել տոմսերը։ Դիմենք մեր ունկնդիրներին։ Մայիսի 17-ին Զեմստ քաղաքում, հասցեն չեմ կարող հիշել, կարող ենք հետո նշել, ժամը 19:30 Զեմստ քաղաքում են լինելու Վարդանանք ծրագիրը։ Հասցեն մենք կնշենք, հասցեն այսպես չեմ հիշում, բայց Զեմստի կուլտուրայի տանն են լինելու։ Սիրելի ունկնդիրներ, ինչպես արդեն հասկացաք, այսօր առաջնագծում հյուրընկալեցինք Հայք Dance պարային խմբի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր Արտուր Նիկողոսյանին։ Դուք արդեն տեղեկացված եք, այս տարի մայիսի 17-ին երեկոյան 19:00-ին Զեմստ քաղաքում տեղի կունենա Հայք պարային խմբի Վարդանանք ներկայացում համերգը։ Տոմսերը կարող եք ձեռք բերել europtickets.bo կարգից։ Հասեք, որ այլ տեղեկացված չեք։ Շնորհակալություն Արտուր մեզ ժամանակ տրամադրելու համար եւ ձեզ ցանկանում ենք հաջողություններ եւ անհամբեր սպասում ենք ձեր ներկայացմանը։ Շնորհակալություն, հրավիրում եմ ձեզ դիտելու մեր Վարդանանք ծրագիրը։ Շնորհակալ ենք։ Եղավ շատ սիրով։ Ուզեմ ձեզ տեսնել այդտեղ։ Անպայման։ Սիրելի ունկնդիրներ, մնացեք մեզ հետ, կհանդիպենք հաջորդ հաղորդումներին եւ հիշեք, լավագույն պահերը ձեզանից ընդամենը մեկ ռիթմ են հեռու։ Ցտեսություն։